Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ կոռեկտության սահմանները անցնելով ընդդիմության առաջնորդների լիդերների հասցեին վիրավորանք է հնչեցրել նաև սադրանքի խոսքեր վիրավորել է կարծես պարբերական է դառնում հա այս պահվածքը ինչպես կմեկնաբանեք արդյոք հետևում եք Ուրեմն մեկնաբանությունս նա է որ արդեն եթե ձևի է պահում ուրեմն նայում եմ որ գործերը լավ չի հարցումներ են անում տեսնում որ այն առաջվանը չկա որտեղ այս 8 տարվա ընթացքում բացի սուտ ասելուց, խաբելուց, բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չեկե Ղարաբաղը հանձնելու, ինքը եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ անելու, արագաչափերը փակելու եւ ասենք թե բացի արագաչափերը ժողովուրդը տուգանքի մատերիալ չեն, բայց այսօր ժողովրդին դարձավ միայն տուգանքի մատերիալ որ ասենք թե այսօր պատերազմը հրարեց Ալևին վիրավորելով եւ պատերազմ սկսեց, որի պատճառով պարտություն, խայտարակություն, զոհեր, հաշմանդամներ, հողեր հանձնել եւ հետո դրանից հետո Փաշինյանը սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել, որը դա մեր ազգին սա պատիվ չի բերում Իսկ այս պահվածքից արդեն բոլորը հասկանում են, որ առաջվանը չի, գիտի, որ վերջը եկել է, այլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի, ոչ էլ կարամ գրեմ եւ ստորագրեմ։ Այսքանը կարող եմ։ Փաշինյանը նաև անդրադարձել է ձեր փեսային Կարապետ Գուլոյանին եւ ձեր դստերը Ռոզա Ծառուկյանի հետ կապված անշարժ գույքի հետ կապված այս հարցում ինչ մեկնաբանություն ունեք։ Ուրեմն կարող եմ ասել, որ Գուլյան Վլադը Կարոյի հայրը իմ ընկերն է, որը գործարար մարդ, սա Հայաստանը ճանաչում է, մեծ գումարներ աշխատող ստեղծող, այդ ավել ռեկլամանել է, որն ասենք թե տունը պետականացրել են, ինչ որ իրենց ռեկլամում, այդ ժողովուրդը դա չի ընդունում, ասենք թե Գուլյան Վլադի տղան միլիոնատեր մարդ սաղ կյանք աշխատեց ստեղծել բիզնես աշխարհում եք մի հատ տուն պետք է չունենա կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա տունը պետականացել հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել ինչի մասնա ժողովուրդը էլ դրան չի հավատում արդեն ռեալ իրականությունն է ուզում որ իր առօրյան դասկա ես կարող եմ ասել որ այդ ամեն ինչը որ այսօր Սեմզավոդից խոսեց ես դա մասին ինձ դիմել էին ասել էին սենց բան ա ուզում անի ես ասեմ կյանքում ես չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ օրինական կարել ենք ամենից էլ այդտեղ մետքի 25 տարի անցել է նորեն հիշել ինչի մասնախոս արկերն ենք տալի ամեն ինչը տեղը սա նշան է որ արդեն նրանք զգալով արդեն պատկերացնում են իրենց վերջ եկել է այս վիճակով ժողովուրդ չես կարա պայել եւ որևէ մեկ էլ ոչ վստահ ոչ այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել է Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը էլ ուրիշ բան չկա հարկավորը վերջ տալ երկրին ասենք թե երաշխավորած խաղաղություն լինի ժողովրդին ասենք ներդրումներ լինի բարեկեցիկ կյանք սա լինի ինչ ասեմ կարամ այսօր գրեմ ստորագրեմ եւ կարամ մի բան էլ ասեմ որ Հիմնական քպեականի պաշտոններին մենք գիտենք, որ նրանք պարտավորված են կատարում, նրանք իրավունք չունեն չանելու, թող հանգիստ լինեն, ինչը սկիզբ ունին, այլ արդեն հաշված օրեր են մնացել ամեն ինչի, թող հանգստանան, սա ի նշան է, ինքը զգալով իրավիճակը, ժողովուրդը ոնց ընդունում, հարցումները ինչ ալնում, դա համար արդեն ներվերը չի երիքում, սա հիմնական խնդիրը, այնպես որ ամեն ինչ ապացուցող ժամանակ, ինչը սկիզբ ունի, նա էլ վերջ ունի։